Սդերով նոր սերունդին խապել, մոլորեսնել, Անդրանիկ Քոչարյան գոչեցյալը իր դնային աշխատանքը նույնիսկ լավ չի արել։ Այդ գերբարը դարբեր իշխանություններին ծառայող գերբար է եղել, Բաբայանը նույնպես ստե գործիք է, այս անվերահասկելի ուժը պիտի հնարավորինս ժողովրդի աչքին սևացնել։ Ուզեցել եմ ոչ միայն հրեշացնել, այլ վերացնել, նաև ֆիզիկապես վերացնել։ Ամնուրացվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին, վերջին շրջանում պարոն Սեֆիլյանի անունը շարքվեց ազգային ժողովում եւ այդ շարքողներից մեկը ԿՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր, հնչեցնելով վերջինիս աննազգանում, բայց միջ այդ Սամվել Բաբանը 2 ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել է, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգարել Ժիրայր Սեֆիլյանը եւ իրավարական արտահայտություններ հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին։ Բաբանի հարցազրույցից այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը։ Այս հորդորից հետո Ժիրայր Սեֆիլյանին հրավիրեցին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե հարցաքննության։ Մենք փորձենք հասկանալ ինչու իշխանությունը գրեթե 7 տարի է ձևավորվել է, ինչու հիմա հիշեցին այս գործի մասին եւ հատկապես Անդրանիկ Քոչարյանը ինչ դերակատարում ունի այս ամենում։ Պարոն Սեֆիլյան, ես անչափ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սեֆիլյան, դուք ունեք վերլուծություն, ինչու հիմա սկսվեց այս խոսակցությունը հոկտեմբերի 27-ի մասին եւ քանի որ ի վերջո իշխանությունները 7 տարի ձևավորվել էին, բայց այս վերջին նախընտրական փուլում կարծես թե հոկտեմբերի 27-ի հարցը ավելի լայն թափով առաջ է քաշվում եւ ազգային ժողովի ամբիոններից են հայտարարություն ինչու հիմա սկսվեց։ Ընդհանրապես փամփասանքներին փորձում ենք հրապարակայնորեն հնարավորինս քիչ ասենք մտնել այդ իրար մեղադրելու խոսույթին հիմնականում ասենք մենք ստիպված ենք լինում պատասխանել կամ խոսել այնպիսի բաների մասին թեկուզ իմանալով որ փամփասանք են երբ դրանք հնչեղություն են ունենում ինչպես այս դեպքը որը երբ 2 կամ 3 ամիս առաջ երբ Բաբայանը նոր էր այդ միտքը դրել շրջանառության մեջ որը ժամանակ ես գարիք չէի զգում որ պետք է պատասխանել կամ նույնիսկ ինձ հարցեր ուղում էին այդ մասին, բայց քանի որ դակավին հնչեղությունը մեծ չէր, ես չէի պատասխանում։ Բարձ է որ երբ որ հակառակորդ կողմը, այս դեպքում հատուկ մտածված հնչեղություն է տալիս, այդ ամբողջ փամփասանքին ստիպված ենք լինում պատասխանելու։ Թե ինչու այս ամենը հիմա, այսօր ես կարծում եմ որ այնինչ կատարվում կոնկրետ ծեր հարցը այնինչ բարձրացրել եք, պետք չէ դարանչատել երկար տարիներ բարբերաբար սաստկանում, մեղմանում մեր նկատմամբ հալածանք, քաղաքական հալածանքը, սևացման, հրեշացման, մենք լինելով ազատագրական պայքար մղող ուժ, որ նոր չենք այս պայքարի մեջ, այո, ազգային ժողովրդավարական բևեռ ցեվաչափը արդեն 4-5 տարվա պատմություն ունի, հավանաբար Սակայն մենք որպես պայքարող մարդիկ նոր չենք այս դաշտում եւ մեր համար զարմանալի չէ այս փամփասանքները որոնց նպատակն է մեր այսպես ասած սևացնելու նպատակով կամ հրեշացնելու նպատակով այս դերակցությունը երբ դրվեց շրջանառության մեջ շատ ավելի ուշ եմ իմացել որ այս տարվա մարտի 5-ին դեղի է ունեցել Վազգեն Սարգսյանին նվիրված Սպարաբեդը անունով պրեմիերան։ Այո։ Ես դա առնվազն 1-2 ամիս հետո եմ իմացել։ Եվ երբ նայում ենք Բաբայանը երբ է այդ միտքը դրել շրջանառության մեջ, օրերով, այսինքն մի քանի օր առաջ հավանաբար համագնում է։ Կարող ենք ենթադրել, որ քանի որ նոր սերունդը լավադերյակ չէ 25 տարի առաջ, ինչ ներքաղաքական իմաստով ինչեր են տեղի ունեցել, կարող են սդերով նոր սերունդին խապել, մոլորեսնել եւ տարբեր գործիչների նկատմամբ այսպես այլ գարձիկ ձևավորելու։ Այս դեպքում մեր հետ կապված հասկանալի է, ինչպես ասեցի, նորություն չի, առիթը պատճ չթողելով, բայց հավանաբար նաեւ ոչ միայն ես կասեի առաջկա ընտրությունները, ես նաեւ կասեի, որ
կարծես մենք վերջի ամիսների ընթացքում, ասենք, զարգացումները այնպիսին են, որ ես կարող եմ ենթադրել, որ փոփոխության շեմին ենք, հա, մեր երկրի Այսինքն նախընտրական իրավիճակի դուք կապում եք տրամադրություններ են ստեղծել։ Փոփոխությունը նույնիսկ կարող է բադայի հերթական ընտրությունների միջոցով չի լինի, այսինքն որ բոլոր փոփոխությունների նախօրյակին մենք թիրախավորվել ենք եւ մեր նկատմամբ ամեն ինչ տեղի է ունեցել բացասական իմաստով։ Հիմա այս հավանաբար կարող ենք ենթադրել, որ հերթական անգամ բադվեր գա եւ ովքեր որ բարձրացնում են դա լինի Անդրանիկ Քոչարյանն է Բաբայան լինի Քոչարյանը Անդրանիկ լինի սրանք այս մարդիկ ընդամենը կորձիկներ են այդ մարդկանց բնութագրելու կորձին այժմ ես չեմ ուզում անցնել մեծամասամբ կարծում եմ անհրաժեշտություն է չկա որովհետեւ շատերի համար բարձ է ով է, սակայն եթե անհրաժեշտություն լինի մի օր բարգծերը կբացենք։ Ես հաշվով ասեցի գլխավոր պատճառը ինչ կարող է ունենալ դու ամբողջ գեղձիկը շրջանության մեջ տնելու։ Ինչու հենց դուք, պարոն Սեֆիլյան, ինչու հենց ձեր անունը, ձեզանից ինչ են ուզում։ Հոկտեմբերի 27-ի մեջ շատ այլ անձանց անուններ կան, որ կարող էին տալ, բայց ինչու հենց դուք։ Ասեցի, որ ասենքն նախ իմ արցական առաջարկական եղել այն, որ անհետեթություն է։ Այո։ Սակայն երբ որ քննչական կոմիտեն հրավիրում է որևէ անձնավորության եւ այդ անձնավորության անունը կապվում է այս անձնավորությունը հրավիրվել էր հոկտեմբեր 27-ի անջատված մասով հարցաքննության այս վերնակիրը գործելու համար էր գլխավորապես այս ամեն ինչը ես կասեի քանի որ մեր երկրում մամուլի բացարձակ մեծամասնությունը վերահսկվում է մեր հակառակորդ ուժերի մեծ հակառակորդ ուժերի կողմից եւ եթե նկատեցիք ինձ երբ հրավիրեցին հարցաքննության ժամեր անց ես կարող եմ ասել 3 տասնյակից ավել մամուլ էլեկտրոնային մամուլ նույնանման վերնակրով այդ լուրը տարածել էին Եվ քանի որ մենք այսօր վերնակրային նաև դեղեկութային ժամանակներ ենք ապրում, շատեր նաև մանրամասնություններ չեն կարդում։ Վերնակրերով շատ հանգիստ կարող են մարդկանց մասին շատ կարճ ժամանակում կարծիք ձևավորել, այս դեպքում սևացնել, հրաշացնել։ Պարոն Սեֆիլյան, ինձ ուղղակի շատ հետաքրքիր էր, այսպեսի մի նաև տեղեկություն էր շահարկվում, որ պարոն Սեֆիլյանը այդ ժամանակահատվածում 25 տարի առաջ դուք նշել եք շատ բան չեք հիշում, բայց շահարկվում է շատ դա քբականների կողմից, նաև Անդրանիկ Քոչարյանների մտերիմ շրջապատում բարբերաբար կողմում։ Ուր էր նախաքննության ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանը ասում էին փախած էր, Արցախում էր գտնվում, այսպիսի տեղեկություններ են բարբերաբար նաև շրջանառում։ Այո, այս իմաստով Արիտեղեր է այժմ կրկնվեմ։ Այո։ Ասելու որ Անդրանիկ Քոչարյան գոչեցյալը իր դնային աշխատանքը նույնիսկ լավ չի արել։ Այսինքն այս մարդիկ այնքան հղբացել են, այնքան մեծամտածել են, որ կարծում եմ որ իրենք ինչպես էլ որ խոսեն, իրենք իրենց նպատակին հասնելու առնվազն ասենք գեղձիկ եք դնում շրջանառության մեջ, բայց փորձեք այնպիսի ձևով դնել, որ հնարավորինս քիչ խոսել լինեք։ Այս դեպքում արդեն կարծում եմ բոլոր դելականատես եղաք, որ երբ ինձ կանչեցին քննչական, դրա ժամեր անց շրջանառության մեջ դրվեց, նաև դարբեր լրատվական միջոցների կողմից լրագրողների բարեբախտաբար այսօր լրատվական դաշտը ամբողջությամբ չէ որ վերահսկվում է, կան առանցին դեպքեր, որոնք իրոք փորձում են չորրորդ իշխանության թերը կատարել, փորձում են, հիմա կստացվում է թե չէ, շատ դժվար է այդ հարցին պատասխանել, բայց շատ կարևոր է որ դակավին ազնիվ լրագրողներ մնացել են, ես այդ տեղեկությունը մենք չէինք, որ դրել էինք շրջանառության մեջ, չնայած եթե մի քիչ էլ ուշանալ մենք կարող էինք դնել շրջանառության, բայց որովհետև հիշում էի, որ օրին այդ մասին նաև մամուլը անդրադարձել է, այսինքն հոկտեմբեր 27-ի հետ կապված հարցաքննվող մարդկանց ցուցակը բարձ է, փոխանցությունը բարձ է, իմ հիշողությամբ նաև հրապարակվել է։ Եվ այստեղ բարձ դարձավ, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ սդում է, ասելով, որ այս մարդուն ինչու երբեք հարցաքննության չեն կանչել, առավել ևս փախած է եղել, նախ այդպիսի բան չի եղել, ես Երևանում եմ եղել, ավելին երբ այդ դեպքը կատարվել է, պատկան մարմինները ինձ խնդրել են, որ ներկա լինեմ շենքում, որովհետև կարող է ընդհանուր այդ
որտեղ կար նաև միտք, որ որևէ ժամանակ պետք է զինաթափվեն, զինաթափման փորձը պետք է կատարեն, զինյալ մարդկանց նկատմամբ, այս հարցում չէր բացառվում, որ ես ինչ-որ չափով կարող է նաև օգուտ տալ։ Նաև այդ նպատակով իրենք ասել են պատրաստ, ես ասել եմ պատրաստ եմ, եւ այդ պատճառով մնացել եմ ամբողջ մինչև լույս ազգային ժողովում եւ իմ համար նաև շատ բաներ բարձ են եղել, որի մասին ինչ-որ ժամանակ առաջ խոսել եմ կամ ինչ-որ ժամանակ հետո եթե պետք լինի կխոսենք։ Ասածս այն է, որ մենք կորձ ունենք նաև այնպիսի հագարագործների հետ, որոնք իրենց մեծամտության եւ հղբազազության պատճառով այնքան սխալներ են փաստողում։ Եվ ինչքան շատ խոսեն այդ մարդիկ, ես կարծում եմ, որ այնքան ի վնաս իրենց գործընթաց կարող են, բայց ինչպես ասեցի, իրենք ինչ-որ չափով իրենց հաջողության հասել են, առնվազն նրանց հաջողվել է, ովքեր որ նրանց հանձնարարել է, որ այդպիսի հարց բարձրացվի։ Նրանց հաջողվել է իմ անունը հերթական անգամ հրեշացնելու կամ սևացնելու։ Այո, գարաժամկետ մենք այդ վնասը ստանում ենք, բայց ժամանակի ընթացքում մեզ հաջողվում է այդ ամեն ինչը նորից մաքրել, հասկացնել մարդկանց, որ այդ ամեն ինչը գեղձեր, սուդեր եւ հերթական անգամ այս համագարկի կողմից մեր նկատմամբ հարցակում էր։ Պարոն Սեֆիլյան, դուք նշեցիք, որ այն մարդիկ, ովքեր օրստեյցան օգտագործվում են, Անդրանիկ Քոչարյան, որ հարցը բացացել է, նրան օգտագործող անձը ով է, դուք բացահայտել եք ձեզ համար։ Ենթադրություններ կարող ենք անել, բայց գիտեք, այդ գերբարը դարբեր իշխանություններին ծառայող գերբար է եղել։ Անդրանիկ Քոչարյանի մասին է խոսքը։ Եվ վաղը միսօր մենք լինենք իշխանություն, նա իր պատրաստակամությունը կհայտնի ծառայելու, անձնապես ծառայելու, ոչ թե եւ իշխանության եւ իշխանության մեջ գտնվող անձանց։ Այդ տեսակը միշտ եղել է եւ կլինի։ Բնականաբար մեր մոտ, քանի որ պետությունը կայացած չէ, մեր կարծիքն է դա, երկար տարիներ մենք այս հարցում նաեւ մենակ ենք մնացել, երկար ժամանակ մենակ ենք մնացել, չնայած վերջի տարիներին մանավանդ Արցախյան այս վերջի դեպքերից հետո շատերը հասկանում են, որ Հայաստանում մենք չունենք կայացած պետություն։ Կայացած պետություն եթե լինեինք, բնականաբար մեխանիզմներ կլինեին այդ բնակալեզներին հերու բահելու իշխանական կարևորագույն պաշտոններից եւ այլ եւ այլ։ Շարունակվեց այն հարցը, որ կա ձայնագրություն, որ խնդրեի ասեք այդ արտահայտությունը, ասում էր բան, չէ, մորուքը չկա, եթե ես չեմ սխալվում, վերջապես մորուքը չկա։ Եղել է առհասարակ նման խոսակցություն։ Ես ասել եմ առաջի օրվանից, որ դա գեղձիկ է։ Բայց իր ձայնագրության մասին է շարունակում, ասում եք, անգամ կա ձայնագրություն ազգային անվտանգության ծառայությունը։ Նորից ասեցի, այդ մարդիկ երբ մեծամտանում են, կարծում են, որ ինչ սուտ որ բարձրացան են, պիտի դեղ հասնի։ Ինչ ագրգռվածություն ունի այս դեպքում Անդրանիկ Քոչարյանը։ Հա, օգտագործվի կոնկրետ անձանց կողմից, ուրիշ այլ իշխանական շրջանակների պատվեր է սա։ Շատ բարձ է, ինչու ասեցի, որովհետև մեր քաղաքական ուժը այո, կարող եմ ասել, որ անվերահսկելի ուժ է, նոր չի։ Եվ քանի որ մենք գտնվում ենք փոփոխությունների շեմին, այս անվերահսկելի ուժը պիտի հնարավորինս ժողովրդի աչքին սևացնել։ Այս մարդկանց խոսքը պիտի ժողովրդի համար հնարավորինս այնպես անել, որ արժեք չունենա, որովհետև նրանք այո, աշխատում են, ռեսուրս ունեն, ուժ ունեն, վերարտադրվելու իմաստով, իշխանությունը վերարտադրելու, բայց ինչպես ասում են, քող սիրտը թող, եւ որևէ նույնիսկ փոքր օղակ, որը անվերահսկելի, նրանք սարսափում են այդ անվերահսկելի օղակից։ Նպատակ ունեն ընդհանրապես չեզոքացնելու այդ օղակը եւ մեզ չեզոքացնել, որպես քաղաքական ուժ չեզոքացնելու աշխատանքը, ինչպես ասեցի քիչ առաջ, նոր չի եղել։ 20 տարվա մեր բայկարի պատմությունը եթե ուսումնասիրվի, կնկատեք, որ մեզ ուզեցել են ոչ միայն հրեշացնել, այլ վերացնել, նաև ֆիզիկապես վերացնել, փորձեր են եղել, բանդարգություններ են եղել, այսօր մեր ընկերների մի մասը բանդերում են գտնվում եւ պատկերացրեք նաև արետից օգտվելով ուզում եմ մեր ժողովրդին դերյակ բայել, որ ասա մեր ընկերները Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը եւ մնացած մեր ընկերները, որոնք անցյալ տարի մայիս 28-ին ցերպակալեցին եւ նաեւ ներողջ անցյալ տարի ասեցի 3 տարի առաջ, այսինքն շուտով 3-րդ տարին կլրանա, որ գրգին անգամ հայտնվել են բանդում, մինչ այդ նաեւ մենք ունենք սմբադը, որը
ԲԲՑ-ի օրերից մինչ այսօր դակավին անիրավի ցևով գտնվում է բանդում, դեռ նաև այլում Բավլիկն էլ կա, Արմեն Լամբարյանն էլ կա, բայց ես ինչ եմ ուզում ասել, այժմ հասնածրերը գտնվում են Հայաստանում բանդային, ամբողջ բանդային տարածքի այն անգյունում, որը ամենավատ պայմաններն են, գտնվում են մահաբարտների հարկում։ Այո։ 3 տարի է։ Սա պատահական չի։ Այսինքն ես որ ասում եմ ձեզ նաև խնդիր է դրված ֆիզիկապես նաև մեզ ոչնչացնել, դա փաստ է։ Ես չեմ ասում մինչև ԲԲՑ-ի հայտնի օրերը մեր նկատմամբ դեղի ունեցած ֆիզիկական հարձակումները, մահափորձերը, Գևորգ Սաֆարյանի, այլ Բերձորի դեպքերը, բոլորը դեռ հիշում եք։ Այս ամենը այդ ամենի շարունակությունն է։ Այստեղ կարևոր այն է, որ այս ամենին մենք դիմացել ենք եւ այսօր գանք եւ մեր այսօր միան լինելը սարսափեցնում է մեր երկիրը կառավարող համագարկին, որովհետեւ նրանք հասկանում են, որ օր-օրի դժվարանում է նրանց վերարտադրումը եւ որևէ սայտակում իրենց կողմից այդ գործընթացի ժամանակ մեր նման անվերահսկելի ուժը կարող է ամեն ինչ, այսինքն ես ասում են սեղանը շուտ տալ։ Խավորապես կարծում եմ այս է պատճառը մեր վրա հարձակումները, որ այս օրերին տեղի ունենում։ Դուք նշեցիք, որ որոշակի վնասներ հասցնում են, բայց դուք կարողանում եք, ինչպիսի այս ժամանակահատվածում հոկտեմբերի 27-ի թեման շահարկելը, ինչ վնասներ է ձեզ հասցրել։ Ենթադրում եմ, որ պատկերացրեք, որ այսօր ասենք երբ որ դնում են նաև Ազգեն Սարգսյանի մասին, արդեն ֆիլմ կա նվիրված որպես սպարաբեդ, բնականաբար այդ ես ֆիլմը չեմ նայել, կարող ենք ենթադրել, որ այնտեղ հիմնականում նվյալ մարդու լավ կողմերը պետք է հիշեն, ինչ չէ նաև սերունդների համար, պատմության համար, եւ նոր սերունդը երբ նայելով այդպիսի աշխատություն կունենա ընդգծված բնականաբար պիտի ունենա ընդգծված դրական կարծիք եւ զուգահեռաբար նույն օրերին հանգարց լսում են ինչ որ մեկը այդ մարդու հասցեին դվյալ դեպքում Վազգեն Սարգսյանի հասցեն իբրև թե ասել է ինչ այդ մարդը չի խորանալու չէ գնա փնդրդուկներ 25 տարի առաջ ով ինչ ասել արդեն շատ այսպես ասած ենթակիդակցորեն առնվազն կարծիք է ձևավորում այդ մարդու մասին այս իմաստով իրենց հաջողվում է մանավանդ նոր սերունդի մոտ ովքեր չեն իմացել 25 տարի առաջ ինչպիսի դեպքեր են տեղի ունեցել այդ հարցում հաջողում են բայց մենք երբ որ դիմանում ենք չենք ընկրկում սրանց նաև հույսը միշտ լինում է այն որ այս ճնշումներից հետո մենք պիտի ընկրկենք եւ պիտի ասենք այլևս վերջ հոգնեցինք այս ամեն ինչից եւ կողք կաշվենք նրանց հույսը 20-25 տարիների ընթացքում միշտ է եղել բայց ինչպես տեսնում եք մենք կանք եւ շարունակում ենք պայքարել ու շարունակելու ենք Պարոն Սեֆիրյան մենք Անդրանիկ Քոչարյանի դերակատարության մասին այսպես շահագրգռվածության մասին հասկացանք նա գործիք է այո դուք նշեցիք դա հիմա ուզում եմ հասկանալ Սաֆել Բաբայանը ինչ շահագրգռվածություն ունի որ 25 տարի նույնպես գործիք է այս իշխանությունների անշուշտ ինչու են ձեր անունը կրկին Սավել Բաբանը նորից այդ բնդմանն եք որ Հավանաբար մտածել են ինքը շահեր ունի եթե Անդրանիկ Քոչարյանի նպատակ իշխանությունը պահելն է եւ որևէ այլ քաղաքական ուժ առաջ չգնա եւ փորձեն այդ քաղաքական ուժին չեզոքացնեն եւ առաջ են քաշում այս թեման Սավել Բաբան ինչ ագրգռվածություն ունի Ես ասացի Բաբայանը նույնպես ստե գործիք է Բաբայանի մասին ավելի մանրամասն գկա ժամանակը եւ ես բարագծերը կբացեմ Սավել Բաբանի մասին ոչ միայն Ձեր թույլտվությամբ եւս մեկ հարց դուք հարցակնվել եք մեկ անգամ արդեն անջատված մասով մեկ հարցակնություն է եղել այլևս նախաքննական մարմինը ձեզ չի հրավիրել հարցակնության առերեսում ըստ ձեզ կլինի փաստացի հակասություններ կան Սավել Բաբան այլ բան է պնդում դուք այլ նայեք դրամապանությունը հուշում է որ ոչ պիտի չլինի բայց քանի որ մենք ամեն ինչ անդրամապանական է ամեն ինչ հնարավոր է կամ զորօրինակ սկսենք հետեւյալից ինչ որ դեղեցությունը դրվել շրջանառության մեջ Եվ այդ դեղեցությունը պատկան մարմինները ուզում են այդ դեղեցության ճշմարտացիությունը ճշտել։ Այո։ Դրամապանությունը ինչ է ուշում։ Առաջնահերթորեն այդ դեղեցությունը ով որ դրել է շրջանում, դրան պետք է հրավիրեն ճշտելու ճշմարտությունը այդ դեղեցության, այդպես է թե չէ։ Կամ ունի համապատասխան ապացույցներ թե ոչ։ Դա պետք է նախ արվեր, չէ՞, այսինքն սկիզբը Բաբայանը պետք է կանչի։ Այո։ Եվ
Հետո Բանը չկա։ ինձ կանչեին կամ չկանչեին։ Այո։ Անհետությունը նաև ըստ էս է սկսում, եւ որ ես ասում եմ անդրահամբանական է նաև ամեն ինչ մեր մոտ առասարակ, դա նորություն չի։ Դրա համար ամեն ինչ հնարավոր է, բայց դրամապանություն չեմ գտնում, ուզում են հրավիրեն, ուզում են չէ, մեծ հաշվով ինչպես քիչ առաջ ասեցի, ինչքան փորձեն մեզ հրապարակայնորեն սևացնել, հագարակ երկար ժամանակի վրա հագարակ ազդեցություն է ունենալու։ Չէ՞ ունենում է։ Այսինքն փաստացի ստացվում է, որ ձեզ հարցաքնները, բայց Սամվել Բաբանին չէին հրավիրել հարցաքննության։ Առաջնահերթորեն նրան պետք է հարցաքննեին։ Չի հարցաքննել։ Եվ որևէ հիմք պետք է լիներ, որ ինձ կանչեին, չէ՞։ Այսինքն ով զարթնում է, ինչ ասում է, դա պետք է ընդունել հալած յուղի նման, այլ 25 տարի հետո եւ որ ասենք իմ ժամանակն է խլել, չէ՞։ Հա, զանգել, պայմանավորվել, այսինքն ինչ մենք իրենց ինչն ենք, հա նաև այդ էլ պատահական չի, այս համագարկը անընդհատ, եթե առնվազն վերջի 3 տարիները նայենք, ես դարի մի քանի անգամից կանչում են, տարբեր հարցերով։ Այլ ինչ քրեական գործ կարող կանչել են։ Ինչ ասեք, չեք հետևում մամուլը, մենք հրաբարականացնում ենք այդ ամեն ինչ։ Սա պատահական չի, որևէ ինչ հնչել գործը տեղի ունենում, անպայման ինձ պետք է հրավիրեն զրույցի կամ հարցաքննության։ Պարոն Սեֆիլյան, եւ ձեր թույլտվությամբ վերջին հարցը փորձը ցույց է տվել, որ նախընտրական նման փուլերում, երբ որ անձանց անուններ են շոշափում տարբեր քրեական գործերի, արդյունքում արդեն նախընտրական հենց իրավիճակը ավելի թեժանում է, այդ մարդիկ հայտնվում են կանանավայրում։ Դուք մտավախություն չունեք, որ ըստ էության ձեր կողմից նշված այս շոուն կարող են տանել նրան, որ ձեզ նաեւ չեզոքացնեն եւ իրենք երազում են, փորձում են ինչ-որ բաներ մոգոնել, բայց ինչպես տեսնում եք հեշտ չէ, հա, այսօր պիտի ինչ-որ հիմք լինի, հա, թեկուզ հիմք ցեղացնող ինչ-որ մի երևույթ պետք է լինի, որ կարողանան։ Սակայն ամեն ինչ էլ կարող են անել, մենք էլ ամեն ինչ կարող ենք անել, այսինքն այնպես չէ, որ իրենք կարող են, մենք չենք կարող, մենք որ ունենք մեր պայքարի մարտավարությունը, դարբեր ժամանակներ, դարբեր մարտավարություն ենք որդեգրել, մենք եղել է ժամանակ նաև փանդից ենք պայքարել, ինչ է եղել։ Այսօր էլ եւ փանդից եւ ովքեր որ ազատության մեջ են, շարունակում են պայքարը, գուզեմ ասել, նրանք շատ լավ գիտեն, որ մեզ սպառնալով, մեզ վախեցնելով, մեզ փանդարգելով չեն կարող մեր թեմա առնել։ Նրանք ավելի շատ իրենց հույսը այն է, որ հնարավորինս սևացնեն, մեր անունը սևացնեն։ Ավելի շատ իրենք այս հանգամանքի վրա են աշխատում։ Շնորհակալ եմ, պարոն Սեֆիլյան, մենք կհետևենք նաև քրեական վարույթի ընթացքին։ Ես բարբերաբար ինքս հետևողական ցուցաբերում եմ հետևողականություն, իհարկե նախաքննական մարմինը խիստ այսպես հսկողություն է իրականացնում եւ նախաքննական գաղտնիք է եւ վերջ։ Այդ տեղեկությունները չեն տրամադրում։ Մենք կհետևենք քննության ընթացքին, տեսնենք թե ի վերջո այս պատմությունը անջատված մասը ինչ վաղճան կունենա։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։